Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 15 մարտի օրը շաբաթ, բարի երեկո։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը Գեղարքունիքի մարզում իրազեկման արշավ է իրականացրել, այն ուղղված է եղել ընտանեկան բռնությունների կանխարգելմանը։ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը ընտանեկան բռնությունների կանխարգելման նպատակով իրազեկումների շարքը մեկնարկում է Գեղարքունիքից որպես թիրախային մարզ։ Միջոցառմանը ներգրավված են խնդրով մտահոգ եւ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, մարզի տարբեր համայնքների բնակիչներ։ Թեպետ Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության դեպքերը քանակական առումով քիչ են արձանագրվում, սակայն հետագայում ունենում ենք շատ ծանր հետևանքներ, այսինքն ինչ հետևության ենք եկել, որ Գեղարքունիքի մարզում լատենտայնությունը կամ չգրանցված լինելը, թաքուն մնալ, այսպես ասած ժողովրդական լեզվով, ավելի բարձր է։ Իրազեկման միջոցառումը երկխոսության ձևաչափով է։ Առաջին հայացքից պարզ ու հասկանալի թվացող բառերն ու երևույթները լսարանին նոր լույսի ներքո են ներկայացվում։ Ինչ է ընտանիքը, որոնք են բռնության տեսակները, ում եւ ինչպես կարող են դիմել բռնության ենթարկվածները։ Քննարկումն այս հարցերի շուրջ ներառում է նաեւ տեղեկություններ համայնքային ոստիկանի գործառույթների, քաղաքացիների, պաշտպանության ու աջակցության միջոցների վերաբերյալ։ Այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք այսօր, բավականին առանցքային էր, մասնավորապես ընտանեկան բռնության մասին եւ անչափահասների կողմից եւ անչափահասների հանդեպ հանցավորության դեպքերի մասով, սրանք խնդիրներ են, որոնք միանշանակ առկա են ցավոք սրտի ողջ հանրապետության տարածքում, սակայն մարզից մարզ կան որոշակի առանձնահատկություններ։ Ընտանեկան բռնության ավելի շատ կանայք են ենթարկվում, համենայն դեպս համապատասխան մարմիններն ավելի շատ կանանցից են դիմումներ ստանում, քան տղամարդկանցից, ծերերից կամ երեխաներից։ Սա էլ ձևավորում է վիճակագրական պատկերը։ Քննարկման մասնակիցները կարևորում են շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ աշխատանքը ընտանեկան բռնություն կոչվող չարիքի դեմն առնելու համար։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառ համայնքի ավագանու նիստերի անցկացման համար ավտոմատացված համակարգ է ներդրվել։ Հերթական նիստն անցկացվել է արդեն թվայնացված եղանակով։ Ծրագիրն առաջինը Գավառում է գործարկվում։ Գավառ համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստն իրականացվում է թվայնացված եղանակով։ Նիստերի անցկացման համար համայնքապետարանում ներդրվել է ավտոմատացված ծրագիր։ Հանրապետությունում համակարգն առաջինը Գավառում է գործարկվում։ Պիլոտային ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի կանայք քաղաքականության հանրային կառավարման եւ քաղաքացիական հասարակության մեջ ծրագրի շրջանակում Գավառ համայնքի ղեկավարին կից կանանց եւ երիտասարդների խորհրդակցական մարմինը։ Մեր երիտասարդների կողմից առաջարկված այս գաղափարը առաջին է Հայաստանում եւ փորձնական շրջանում մենք փորձում ենք թվայնացնել բոլոր գործընթացը ավականու նիստերի նպատակ ունենալով ավելի մատչելի եւ ավելի հասանելի դարձնել բնակիչներին։ Ծրագրի արդյունքում ձեռք են բերվել թվայնացման գործընթացն ապահովող համապատասխան տեխնիկաներ, 2 հեռուստացույց, անլար բարձրախոսներ, հեռակառավարման վահանակ եւ պլանշետներ։ 4 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Օքսիջեն հիմնադրամի համագործակցությամբ։ 2 միլիոն դրամը ներդրել է Գավառի համայնքապետարանը, համայնքի ղեկավարին կից կանանց եւ երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող Տիմ բնակիչ կապ դրամաշնորհային ծրագրով։ Այս ծրագրի ավարտից հետո մենք փորձելու ենք մեր խորհրդի անդամները այլ ծրագրի դիմեն, որպեսզի գործընթացները, որոնք որ դեռ ունեն թվայնացման կարիք, շարունակվեն։ Տիմ բնակիչ կապ ծրագրի շրջանակներում Գավառում նաև իրականացվել են ֆորում թատրոններ, տեղեկատվական թռուցիկների տպագրում եւ սոցիալական հարթակի ստեղծում։ Վերջիններիս նպատակն է խթանել համայնքի բնակիչների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում եւ համայնքային խնդիրների լուծման հարցերում։ Ալվարդ Մանուկյան, Վարդգես Խաչատրյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Շարունակում ենք թողարկումը։ Ծովազարդի դպրոցականները գրին ու գրքին նվիրված միջոցառում են անցկացրել Գեղարքունիքի մարզային գրադարանում։ Մայրենի լեզվի մասին զեկույցներով աշակերտներին են միացել նաև գրադարանավարները։ Գիրքը տիեզերք է անեզր։ Մայրենիին, գրին ու գրքին նվիրված դասարանական միջոցառումը Ծովազարդի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանցիներն անցկացնում են Գեղարքունիքի մարզային գրադարանում։ Աշակերտների առաջին այցն է։ Նրանց դիմավորում են գրադարանի աշխատակիցները եւ էքսկուրսիա անցկացնում։ Հյուրերին ողջունում է գրադարանի տնօրենը, ուրախություն հայտնելով դպրոց-գրադարան կապի ընդլայնման եւ ամրապնդման հերթական առիթի համար։ Գրադարանը միայն ուրախ է, որ դպրոցների կապը ակտիվացել է, աշխուժացել է գրադարանի հետ
եւ երեխաները ոչ միայն միջոցառումներով են հանդես գալիս գրադարանում, այլև նաեւ ավանդույթ է դարձել, որ կատարում են հետազոտական աշխատանքներ գրադարանում, սիրում են գիրքը եւ գնալով մարզային գրադարանի ընթերցողների թիվը կարծես օր-օրի ավելի ավելանում է։ Մայրենի լեզվի եւ դրա զարգացման տարբեր փուլերի մասին զեկույցներով եւ ընթերցումներով հանդես են գալիս աշակերտներն ու գրադարանի աշխատակիցները, խոսում են մայրենին անաղարտ պահելու եւ սերունդներին փոխանցելու կարեւորության մասին։ Արդեն 5-րդ դարում Եղիշեն լավատեղյակ էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհի լեզուներին։ Պետք է ասեմ, որ ազգային լեզուն հայերի համար միշտ է եղել ամենակարևոր որոշիչը ազգային ինքնության կազմավորման ընթացքում։ Նիկողայոս Մարը, որ ազգությամբ շվեդ էր, մայրը վրացուհի էր, հայրը շվեդ։ Նա է ապացուցել, որ հայերենը ոչ թե հնդեվրոպական լեզվանտանիքի առանձին լեզվաճյուղ է, այլ ինքը հնդեվրոպական լեզու, բոլոր լեզուների նախամայրն է։ Այսինքն սա ապացուցել է ազգությամբ ոչ հայ գիտնական։ Հայոց լեզուն ավանդվել է մեծ դարերի խորքից, եւ որպես ամրակուռ վահան իր վրա է կրել ոսոխի բազմաթիվ հարվածները, բայց մնացել է անսասան։ Թշնամու յաթաղանի ու հրի դեմ մեր լեզուն մագաղաթ ու մատյան է դարձել, ու հայ ազգն այսօր հայ է մնացել։ Համակարգիչ թե գիրք փորձում են պարզել աշակերտները, երկու խմբի են բաժանվում եւ ներկայացնում համակարգչի ու գրքի առավելությունները, թեև մատը ժամանակակից աշխարհի գիտության ու տեխնիկայի ակնթարթային զարգացումների զարկերակին պահելու համար համակարգչի դերը կարևորվում է, այդուհանդերձ հաղթում է գիրքը, որպես գիտելիքի աղբյուր, որի օգտագործումը լրացուցիչ ռեսուրսներ ու պայմաններ չի պահանջում։ Գիրքը գիրք է մնում, համակարգիչը նրան չի ասում։ Ինչ բույր ունի գիրքը, ոչինչ այս բույրը չունի։ Մեկ դասաժամ տևողությամբ միջոցառումը գրադարանում անցկացնելն աշակերտներին ավելի շատ գիտելիք տվեց, համակարծիք են մանկավարժները։ Գրադարանավարների ջերմ ընդունելությունն էլ տրամադրում է այլ միջոցառումներով այստեղ վերադառնալու։ Մեր այցերը շարունակական են լինելու եւ ես որպես ուսուցիչ երեխաների խոստանում եմ, որ նրանք ավելի իմ աշակերտները դեռ ավելի բարձունքներ են նվաճելու։ Շնորհակալ եմ բոլորից։ Ավանդույթի համաձայն դպրոցի գրադարանը մարզային գրադարանից գրքերի կապոց է նվեր ստանում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառի մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման մարզիկներն այս տարվա ընթացքում արդեն մասնակցել են 2 միջազգային մրցույթների եւ մրցանակային տեղեր զբաղեցրել։ Գավառի Գրիշա Աբրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման մարզիկները վերջին 1 ամսվա ընթացքում միջազգային մրցաշարերում մեծ հաջողություններ են գրանցել։ Մարզիկներին եւ նրանց մարզչին Արաքս Մարգարյանին Գավառում դիմավորում են տոնական ընդունելությամբ։ Իմ խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Գավառ խոշորացված համայնքի ղեկավար պարոն Գուրգեն Մարտիրոսյանից մեր մարզիկներին աջակցելու եւ ողջևորելու համար։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի վերջին կայացել է բռնցքամարտի միջազգային բացառաջնություն, որտեղ Հայաստանի հավաքական թիմում ընդգրկված են եղել նաև Գրիշա Աբրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման մարզիկները։ Նրանք բոլորն էլ մրցաշարում գրավել են մրցանակային տեղեր։ Ավետ Շաքարյանը, Ռոլանդ Խաչատրյանը եւ Ռուբեն Մադաթյանը դարձել են Կովկասի գավաթի չեմպիոններ։ Հայկ Մանուկյանը դարձել է արծաթե մեդալակիր, Վոլոդյա Կիրակոսյանը բրոնզե մեդալակիր։ Տորնադո միջազգային մրցաշարում 2 մարզիկ հաղթել են գոտու մենամարտում, ունեցել են բարձր ցուցանիշներ գրավելով առաջի եւ երկրորդ տեղերը։ Մարտի 5-ին էլ Հայաստանում կայացած Տորնադո բռնցքամարտի միջազգային առաջնությանը Խաչիկ Ասատրյանը եւ Էրիկ Բադալյանը դարձել են չեմպիոնական գոտու մենամարտի հաղթողներ։ Արդեն 4 տարի եմ մարզվում եմ Այկենդո կարատեում։ Այս 4 տարիների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ, դարձել եմ Կովկասի եւ Եվրասիայի չեմպիոն։ 2025 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ Tornado Fight կլուբի կազմակերպած 10-րդ մրցաշարը, որտեղ հաղթել եմ չեմպիոնական գոտին։ Միջազգային հարթակներում հաջողություններ գրանցած մարզիկների հետ Գավառի Գրիշա Աբրոյանի անվան մարզադպրոցում կազմակերպվեց նաև հանդիպում զրույց։ Մարզիկները ներկայացրին իրենց զգացողություններն ու տպավորությունները, իսկ մարզադպրոցի տնօրենությունը նրանց խրախուսեց հուշանվերներով եւ պատվոգրերով։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։